Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը, կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները, դրանց ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նա տեղեկացրել է, որ արդեն իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, աշխատանքների ավարտը նախատեսված է 2026-ի մարտին։ Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները եւ նշել, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել եւ սահմանել դրա կառավարման հիմունքները։ Արդեն մի քանի օր է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին ապատեգատվություն է տարածում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Սույն թվականի մարտի 16-ից 18-ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերենշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17-ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է, եւ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաեւ, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն հակառակողությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի Հանրապետության հարավային հատված հակառակողությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն։ Ադրբեջանը այսօր եւս հապատեգատվություն է տարածել, թե իբր 8-55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ
կամ հիմնավորում։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրերի արդյունքները։ Կենսաթոշակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց մասով, ուրեմն կենսաթոշակառու են հանդիսացել 24 թվականի ընթացքում 28259 անձ։ Սա նշանակում է, որ ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր կենսաթոշակառուները ներառվել են մեր սոցիալական պաշտպանության համակարգ առաջին իսկ ամիսների ընթացքում 24 թվականի, ինչպես նաև նշանակում է, որ մեծ հաշվով բոլոր բռնի տեղանված ընտանիքները հասու են, իրանց հասանելի է սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր ծառայությունները։ Կարևոր է նաև, որ ընդհանուր առմամբ ինտեգրման իմաստով եւ ընդհանուր սոցիալ-տնտեսական կյանքի ներառման իմաստով կարևոր են նաև մեր հայրենակիցների համար զբաղվածության ծրագրերը, հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 24 թվականի ընթացքում եւ այնտեղ 4 բաղադրիչ ունեցող ծրագիր էր, մանրամասները կարող եմ գործընկեր պարոն Սարգսյան ներկայացնել, եթե հարցեր կլինեն։ Ամեն դեպքում 24 թվականի հունվարից կազմակերպված այս ծրագրի շնորհիվ 1800 անձ ուրեմն աշխատանք է ձեռք բերել եւ դարձել է շահառու, այստեղ կարճաժամկետ ուսուցման բաղադրիչը կար, պրակտիկան կար եւ այլն եւ այս ծրագրի տարբեր բաղադրիչներով 1800 հոգի է դարձել աշխատանք ձեռք բերել, ուզում եմ նշեմ, որ ծրագիրը շարունակվում է հիմա էլ եւ հասել է շահառուների թիվը 2180 անցել է, նաեւ բացի այս բուն ծրագրերի իրականացումից մեր հայրենակիցները նաև աշխատանքի են տեղավորվում պարզապես զբաղվածության խորհրդատվության մեխանիզմով եւ աջակցությամբ ընդհանուր առմամբ մինչ այսօր 6000-ից ավել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանվածներ միասնական սոցիալական ծառայության կողմից այսպես խորհրդատվության եւ ծրագրերի գործիքակազմերով տեղավորվել են աշխատանքի։ 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ աշխատանքի անցել ավելի քան 21800 բռնի տեղանված, սա արդեն եւ ինքնուրույն իրենց ուժերով մարդիկ աշխատանքի եւ կայուն զբաղվածության ֆորմալ զբաղվածության մասին է խոսքը ձեռք են բերել, ավելի քան 4600 բռնի տեղանված ձեռք է բերել ինքնազբաղվածի կազմակերպության հիմնադրի կարգավիճակ։ Շվեյցարիայի խորհրդարանը այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իշքան հիշում եմ, նման օրինագիծ նաև դեկտեմբերին էր ընդունվել, այս մեկը ինչով է տարբերվում։ Այս անգամ փաստաթուղթը ընդունել է խորհրդարանի վերին պալատը, կանտոնների խորհուրդը։ Փաստաթուղթը կոչվում է Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն։ Այն կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը հանդես գալ չեզոք անկողմնակալ միջնորդի դերում եւ ստեղծել հատուկ պլատֆորմ Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Իսկ երկխոսությունը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ապահովել հայերի կազմակերպված եւ կոլեկտիվ վերադարձը հայրենիք միջազգային կառույցների երաշխիքներով եւ իրենց վերահսկողության ներքո, ինչպես եւ ենթադրում է միջազգային դատարանի որոշումը, որն ընդունվել է 23 թվականի նոյեմբերի 16-ին եւ Եվրախորհրդարանի բանաձևը, որը ընդունվել էր 24 թվականի մարտի 12-ին։ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կողմ չէր այդ փաստաթղթի ընդունմանը, պատգամավորները հաշվի են առել կառավարության ներկայացուցիչների կարծիքը, սակայն իրենց որոշումն են կայացրել։ Ինչպես դու ճիշտ ասացիր, դեկտեմբերի 17-ին նույն բովանդակության փաստաթուղթ էր ընդունել խորհրդարանի ստորին պալատը, այն ժամանակ 96 պատգամավոր կողմ քվեարկեցին 80-ը դեմ, եւ նույնպես կառավարությունը
դեմ էր եւ կար վտանգ, որ վերին պալատը հաշվի առնելով կառավարության այս դիրքորոշումը կամ չի ընդգրկի հարցը օրակարգի մեջ կամ չի ընդունի փաստաթուղթը։ Դա հաշվի առնելով նաեւ արցախահայերի մի մեծ խումբ Երևանում Շվեյցարիայի դեսպանության շենքի առջև մարտի 13-ին ակցիա էր իրականացրել եւ Արցախահայերի անունից Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բեգունցը փոխանցել էր Շվեյցարիայի դեսպանի մի նամակ, որն ուղղված էր Շվեյցարիայի խորհրդարանի падգամավորներին եւ որում կոչ էր արվում հետեւողականություն ցուցաբերել։ Արդյունքում հակառակ Ադրբեջանի իշխանությունների սպասելիքների վերին պալատը նույնպես ընդունեց այս փաստաթուղթը, կողմ է քվեարկել 46 падգամավորներից 29 եւ դա կարծում եմ կարելի է ձեռքբերում համարել։ Ինչքան հասկանում եմ, սա ավելի շատ բան է նշանակում, քան նախորդը։ Դե իհարկե այս փաստաթղթի ընդունումը չի նշանակում, որ Ադրբեջանը անհապաղ կհամաձայնվի երկխոսության մեջ մտնել Արցախի ներկայացուցիչների հետ եւ բանակցել Արցախի հայերի հայրենիք վերադարձնալու պայմանների մասին։ Բայց ինքնին փաստաթղթի ընդունումը չափազանց կարևոր է եւ վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը չի համարում Արցախյան խնդիրը վերջնականապես լուծված, չի համարում, որ վերջակետ է դրվել եւ համարում է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս անհրաժեշտ են բանակցություններ եւ ի վերջո պետք է կատարվի միջազգային դատարանի վճիռը եւ արցախցիները կարողանան միջազգային կառույցների երաշխիքներով եւ վերահսկողությամբ վերադառնալ հայրենիք։ Եվ անգամ եթե Մինսկի խումբը լուծարվի, ինչպես Ադրբեջանն է պահանջում, ակնհայտ է, որ միջազգային հանրությունում կա ընկալում այն բանի, որ երկխոսություն, բանակցություններ այս հարցի վերաբերյալ այնուամենայնիվ անհրաժեշտ են եւ Շվեյցարիան որպես միջնորդի հարուստ փորձ ունեցող երկիր այս բանի մասին խոսելու իրավունքը կարծում եմ վաստակել է։ Եվ կարևոր են շեշտադրումները եւ ձևակերպումները այս ընդունված փաստաթղթի։ Այդ օրինագծի հիմնավորման տեքստում հետեւյալն է ասում, մեջբերում եմ. Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին հայերի դեմ իրականացվեց 1915 թվականին, բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Տեղի է ունեցել փաստագրված էթնիկ զտումներ, ասվում է փաստաթղթում, հազիվ թե Բաքվում շատ այսպես գոհ լինեին այս ձևակերպումները կարդալուց։ Ամեն դեպքում ինչպիսին է արձագանքը Բաքվի։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում այս թեմային, իսկ այն պարբերականները, որոնք անդրադառնում են, պարզապես խեղաթյուրում են փաստերը։ Այ օրինակ Մինվալ պարբերականը այս թեմայի մասին իր հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ, մեջբերում եմ. Շվեյցարիայում հայկական լոբիի տապալումը։ Չեմ հասկանում, ինչ տապալման մասին է խոսքը, եթե փաստաթուղթը ընդունվել է։ Պարզվում է տապալում են անվանում ադրբեջանցի մեր գործակալությունը, մեր գործընկերները այն, որ Շվեյցարիայի կառավարությունը կողմ չի եղել փաստաթղթի ընդունմանը։ Եւ պարբերականը գրում է, որ դա ադրբեջանական դիվանագիտության մեծագույն ձեռքբերում է եւ դա հնարավոր դարձավ ադրբեջանական դեսպանության ակտիվ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում։ Մի քանի հանգամանք ընդհանրապես հիշատակեմ։ Առաջինը Շվեյցարիան խորհրդարանական պետություն է եւ ի տարբերություն Ադրբեջանի այնտեղ իշխանության թևերի բաժանում կա ընդգծված եւ կառավարությունը իրավունք չունի միջամտել խորհրդարանի գործերին։ Երկրորդը Շվեյցարիայում իշխող ժողովրդական կուսակցության падգամավորները եւս կողմ են քվեարկել այս փաստաթղթի ընդունմանը, կարծում եմ դա ինչ-որ բան նշանակում է։ Եվ երրորդը, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունում են օրինագիծը, ըստ էության այն օրենքի ուժ է ստանում եւ կառավարությունը անկախ իր ցանկությունից պարտավոր է հաշվի առնել եւ հետեւել խորհրդարանի պահանջներին։ Այդ իմաստով ադրբեջանական պարբերականների այսպիսի գնահատականները պարզապես ծիծաղ են առաջացնում։ Շնորհակալություն հարց։
Արդարադատության նախարար ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացրել է կառավարության կողմից 2024 թվականին արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ապօրինի գույքի բռնագանձման թեմային։ Նախ ես կուզեի տարանջատել քրեական վարույթները ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական վարույթներից, բայց մի կետում դրանք նմանվում են պատասխանի հետ կապված, պատասխանը այդ մասով հետևյալն է, որ մենք գործ ունենք process-ի հետ, այսինքն ընդ որում իրավական գործընթացի հետ գործ ունենք, այն որ ինչ որ պահի հայտարարվում է, որ կան քրեական գործեր եւ մեղադրանքի ծավալն այսպիսինն է, դա չի նշանակում, որ այսօր այստեղ այդքան գումար, որքան որ նկարագրված է մեղադրանքի ծավալում, հնարավոր է հետ բերել, չէ, դա ապագային միտված գործունեություն է, եւ եթե մենք ուսումնասիրենք գործերի պատմությունը, կտեսնենք, որ ժամանակի ընթացքում են բռնագանձումները տեղի ունենում եւ այդ գույքերի վերադարձը կրկին տեղի ունենում ժամանակի ընթացքում։ Բացի այդ, պետք չէ մոռանալ մի հանգամանք եւս, որ ոչ բոլոր գործերն են ունենում եկեք ասեմ դրական ավարտ, բայց դրականը վիճելի է թե ում համար դրական, քաղաքացիների համար ակնկալիքի տեսանկյունից եմ ասում, այո, ոչ բոլոր գործերն են ունենում օրինակ մեղադրական դատական ակտեր եւ որոշ գործեր ավարտվում են այն փուլում, երբ նույնիսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ չի գնում դատարան կամ ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման պարագայում հայց չի ներկայացվում դատարան։ Հիմա ավելի կոնկրետանամ ապօրին ծագում ունեցող գույքի վարույթների վրա, տեսեք, այն որ 600 նշեցիք վարույթ է նախաձեռնել չի նշանակում, որ բոլոր գործերը գնալու են դատարան, որովհետև օրենքով նախատեսված է հստակ շեմ, այն է 50 միլիոն դրամը, եւ եթե այդ շեմը չի գերազանցում անձի պատկանող ապօրին ծագում ունեցող գույքը, այսինքն շուկայական արժեքը լինում է 50 միլիոնից ցածր, որը հիմնավորվում է ուսումնասիրության արդյունքում, այդ դեպքում գործերը ավարտվում են, այսինքն այլևս դատարան հայցեր չեն ներկայացվում։ Լինում են իրավիճակներ եւ եղել են նախկինում, որ հայց չի ներկայացվել այն պատճառով, որ կնքվել է կողմի հետ հաշտության համաձայնություն։ Եվ երրորդ հայցերը, քանի որ գործընթացը ժամանակատար է, բոլոր սկսված գործերով, քանի որ դրանք սկսվել են տարբեր ժամանակահատվածներում, օրինակ առաջին տարվա ընթացքում հարուցվել է 200 վարույթ, հետո, չգիտեմ, 100, մյուս տարվա ընթացքում 70 եւ այդպես շարունակ, չի կարող այնպես լինել, որ բոլոր հայցերը միաժամանակ դատարան մուտք արվեն, եւ դա է պատճառը, որ տարիների ընթացքում պրոգրեսը տեսանելի է, այսինքն այդ հայցերի թիվը տարեցտարի աճում է եւ ուսումնասիրությունների թիվը կրճատվում է։ Այսինքն սա խիստ տրամաբանական գործընթաց է եւ որ դուք ասում եք հիմա թափանիվը ավելի մեծ պտույտներով է պտտվում, դա արդյունքն է այն բանի, որ ուսումնասիրությունը ժամանակին կատարվել է, որում կատարվել է լուռ, քանի որ նաև օրենքով կան սահմանված գաղտնիության պահանջներ եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում այս պահին արդեն կան դատարանում 100 եւ ավել գործեր, 120-ից ավել, որոնք պետք է արդեն ըստ էության լուծում ստանան։ Եվ հիմա արդեն ականատես կլինենք, լավագույն սցենարով, եկեք գուշակություններ չանենք, որովհետեւ ամեն դեպքում մենք չենք այդ որոշումները կայացնում լավագույն սցենարով, հույս ունենանք, որ հնարավորինս արագ դատական գործերը կքննվեն եւ արդեն արդյունքը մեր քաղաքացիների համար տեսանելի կլինի։ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.75%։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%, միաժամանակ 12 ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում կազմելով 1.5%։ Այս մասին հայտնել է կենտրոնական բանկի նախագահը, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Այսօրվա որոշման համատեքստում, որ տոկոսադրույքը թողնվում է նույնը, ունեք արդյոք կանխատեսում, անում եք արդյոք կանխատեսում ինչ է լինելու վարկերի տոկոսների հետ։ Վարկերի տոկոսները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից եւ առաջարկից։ Եթե մենք տեսնում ենք, որ ինչ որ իր
Պրոդուկտի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, որը պայմանավորված այլ գործոններով, օրինակ, չգիտեմ, հիպոթեկի շուկայում կա հսկայական պահանջարկ, որովհետև կա պետության ծրագրերը, կամ դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում բնակարաններ, իրենք պիտի վերանորոգեն իրենց բնակարանները, այդ տիպի պրոդուկտների սպառողական վարկերի նկատմամբ կա հսկայական պահանջարկ։ Այդ գործոններն են, պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին, որոնք նաև իրենց հերթին ազդում են տոկոսադրույքի վրա, մենք տեսնում ենք, որ աճում են այն տիպի վարկեր, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Դոլարը գնալով ոնց որ թե անկում է ապրում, արժեզրկվում է, սա ինչով է պայմանավորված եւ ինչ ազդեցություն կունենա սա մեր ֆինանսական շուկայի վրա, տեսակետներ կան, որ Թրամփ-Պուտին հարաբերությունների այս բարելավումն ու ջերմացումը ազդել է ռուբլու փոխարժեքի վրա, ռուբլին գնալով ամրապնդում է իր դիրքերը, արդյոք սա խելամիտ տեսակետ է։ Կարծում եմ, որ ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի։ Այսինքն ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են հնարավոր Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Ենթադրում են, որ շուկայի մասնակիցների մոտ այդ սենտիմենտը ըստ պայդրությամբ դոմինանտ է, նաև գիտեք, որ այսօր հեռախոսազրույցն է տեղի ունենալու։ Ես կարծում եմ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև շուկայի խաղացողների մոտ, ինչը դրական ազդեցություն է ունենում ռուսական ակտիվների գների, ընդհանուր ակտիվների գների վրա։ Դոլարի փոփոխությունը կարծում եմ, որ որոշակի նվազում կա ոչ միայն ռուբլու նկատմամբ, այլ օրինակ եվրոյի նկատմամբ էլ, դուք տեսաք, որ եվրոն էլ որոշակի արժևորվեց, էլի որ նայում է շուկայի խաղացողների կոմենտները վարկագծի վերաբերյալ, դա հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի անվստահություն չասեմ, բայց որոշակի տատանողականությամբ մտքում ունենալով այդ տատանողականությունը, որովհետև ըստ էության վարկագծային փորձում են հասկանալ ինչ է ուզում ներկայիս ադմինիստրացիան անի, այդ տարիֆների քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով ու կարծում եմ, որ շուկան դեռ խարխափում է հասկանալու համար ուղեգիծը զարգացման։ Ուստի երևի թե այս պայդրությամբ փորձում են ինվեստիցիաները որոշակիորեն զսպել, մինչև տեսնեն հնարավոր զարգացումները մի քիչ ավելի ինչա լինելու, ինչ ուղղությամբ է գնալու։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ առաջացրել։ Ինչու եւ ինչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում։ Թեմայի շուրջ այսօր կզրուցենք քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ինչու է դրական լույսի ներքո ներկայացվող լուրը իրադարձությունը մեզ մոտ նոր մտահոգություններ է առաջացնում։ Ասենք նրանից, որ այլ կերպ լիներ չէր կարող, ես նկատի ունեմ ողջունելու պահը, որովհետև ցանկացած երկիր կարող է Հայաստանի հանդեպ իր ուրույն վերաբերմունք ունենալ, Ադրբեջանի ուրույն, Հարավային Կովկասի ճակատագրի նկատմամբ եւ այլն, բայց այսօրվա աշխարհում այսպես բաց ասել, որ խաղաղությունը վատ է կամ ինչ է ստորագրել, անկախ տեքստից ինչ որ է գրված է, տեքստը պաշտոնապես հրապարակված էլ չի, չնայած կարծեմ բոլորը հասկանում են ինչի մասն է խոսքը, սա ինչ որ
երկրներ կան, որ դա ֆորմալ է, երկրներ կան, որ իսկապես կարծում են, որ սա ինչ-որ մի թնջուկի լուծում է, երկրներ կան, որ ոգևորված են, որ սա շահեկան է Ադրբեջանի համար եւ այլն, այսինքն բազում կարող են մոտիվացիաներ լինել։ Իսկ մտահոգությունը բնական է, եթե մենք այս երկրում ենք ապրում, ուղղակիորեն մեր մաշկի վրա ենք զգալու դրա հետևանքները, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անկախ իրենց այսպես առնչությանը բարձր եւ պարզապես քաղաքականությանը իրավունք ունեն մտահոգվելու, իսկ ինչու կբերի դա խաղաղություն, կբերի դա մեր սեփական ինքնիշխան երկրում արժանապատիվ ապրելու հնարավորության, թե ընդհակառակը ուղղված է դրա դեմ։ Մտահոգությունները դրա հետ են կապված եւ կարծում եմ դրանք բացարձակապես լեգիտիմ են, եթե մենք ապրում ենք այս երկրում, մենք անտարբեր լինել չենք կարող։ Հասարակական տրամադրությունները այնպեսին են, կարծես թե մենք ոչ թե մոտենում ենք դեպի խաղաղության այս ամենով, այլ հակառակը կարծես թե ավելի մի քիչ հեռանում ենք։ Այդ պատկերացումները անհիմն չեն։ Այդ պատկերացումները անհիմն չեն։ Կա Ադրբեջանի հստակ նպատակը դառնալ հարավային Կովկասում դոմինանտ այս 3 գոնե պետությունների մեջ, 3 գումարած 3-ի, տակի 3-ի դոմինանտ է, այսպես միջանկյալ դեր զբաղեցնել։ Իհարկե դա չի կարող լինել առանց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կամ գոնե դրանց երկուսի գոնե համաձայնության առանց եւ իրենք դեսուվերենիզացիան Հայաստանի դա իրենց պաշտոնական ծրագիրն է, որի մասին խոսվում է շաբաթը 2 անգամ ամենատարբեր մակարդակներով, սկսած Ալիևից վերջացրած պրոպագանդիստներից եւ բնական է, որ Ադրբեջան Հայաստան վերջնականապես դեսուվերենացնելու լավագույն ձևը լիարժեք ջախջախումն է ռազմական։ Դա տրամաբանական է, դա շատ ցավալի տրամաբանություն է մեզ համար, բայց մենք իրավունք ունենք մտահոգվելու, որովհետև եթե Ադրբեջանը նույնն է, Ալիևը նույնն է, նպատակները նույնն են, եւ պարզապես տարբեր հանգամանքների ճնշման տակ փոխվում են միջոցները, իսկ այդ առումով ադրբեջանական եւ թուրքական դիվանագիտությունները շատ ճկուն են։ Իրենք ռազմավարությունը միշտ պահում են նպատակը ռազմավարական, բայց կարող են հարմարվել հանգամանքներին շատ արագ եւ բազմիցս կարճ ժամանակահատվածում։ Իրենց ընդհանուր նպատակը նույնն է եւ այդ առումով մենք այո մտահոգ ենք, որ Ադրբեջանը եւ ստորագրումը կամ չստորագրելը ցանկացած առիթ օգտագործելու է Հայաստանի վերջնական դեսուվերենիզացիայի համար։ Կարծիք կար, որ Ադրբեջանի համար անսպասելի էր, անակնկալ էր, հա, որ Հայաստանը այդ վերջին 2 չհամաձայնեցված կետերին համաձայնեց, թե վերջին շրջանում կարծես մեր բարձրաստիճան պաշտոնյաների խոսքում ինչ-որ ակնարկներ այդ մասին կային։ Եթե նույնիսկ ակնարկներ կային, պետք է ֆորմատը նայել, չէ՞, ուղարկվում են առաջարկներ, այնտեղ ամիսներով, շաբաթներով քննվում են, պատասխան է գալիս, այստեղ այդ ֆորմատի մեջ ինչ-որ միջանկյալ է, մինչև պատասխանից պատասխան, չի ընկալվում որպես վերջնական ինչ-որ որոշում եւ այլն։ Կարևորը պատասխանն է վերջի հակառակ կողմի վերջի առաջարկներին։ Եվ երբ որ պաշտոնապես հնչեց Հայաստանի Հանրապետության ամենաբարձր մակարդակով, հա, Փաշինյանի արտգործնախարարի, որ Հայաստանը գնում է այդ 2 կետի, դա արդեն փաստեն պատասխանն էր ադրբեջանական առաջարկներին։ Եվ դա արդեն իրենք ընկալեցին, գուցե եւ անակնկալ էր, որ որպես վերջնական, բայց եթե նկատել եք պայմանները, հավելյալ պայմանները սպասեցնել չտվեցին իրենց, այսպես ասենք 24 ժամ էլ չանցավ, արդեն Հարաքվեի հարցը բարձրացվեց, հա, բարձրացվեց Մինսկի խումբի լուծարման, իսկ դա ընդհանրապես աբսուրդ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող լուծարել այն ինչ որ ինքը չի ստեղծել։ Նա կարող է հանդես գալ, որ ասենք իմաստ չի տեսնում այդ խմբի գոյության, բայց նույնիսկ այդ դեպքում որոշումը կայացնում է ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը եւ մեծ առումով ԵԱՀԿ-ն, եւ այնտեղ շատ երկրներ կան, որոնք բացարձակապես այլ կերպ են տեսնում դա։ Փաստորեն Հայաստանը ընդունեց Բաքվի բոլոր պահանջները։ Կարծես թե քաղաքական դաշտում այստեղ բոլորը նույն կարծիքին են, բայց նույնիսկ իշխող կուսակցությունը։ Արդյոք սա տվյալ իրավիճակում ամենայսպես ռացիոնալ քաղաքական որոշումն էր։ Ես կարծում եմ ոչ, իհարկե, որովհետեւ եթե միշտ պետք է միջոցները առանձին քննարկել, որ դա էլ է կարևոր, միջոցները շատ կարևոր են, բայց վերջնական նպատակը, ես կրկնում եմ, եթե հակառակ կողմի վերջնական նպատակը Հայաստանի դեսուվերենիզացիան է, ապա ցանկացած զիջում ոչ թե փոխում է վերջնական նպատակը, այլ ընդհակառակը տալիս է համոզմունք հակառակ կողմին, որ այդ նպատակը ավելի հասանելի է, քան երեք էր։
Այս համաձայնությունից առաջ նա պակաս հասանելի էր, հիմա առավել հասանելի է։ Չգիտեմ, պրայ հայտարարությունը շատերը քննադատում են, ոմանք փորձում են պաշտպանել, ես չեզոք կասեմ, բայց հարցը նա է, որ Ադրբեջանը դա անցալեց որպես եւս մի ցանկացած այդպիսի հարց, որտեղ լսվում է այո, օբյեկտիվորեն ընկալվում է Ադրբեջանի կողմից, որպես եւս մեկ քայլ Հայաստանի ամբողջական դեսիվիլիզացիայի։ Մեր դեպքում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա հասկանա իր մաշկի վրա, դա չի կարող վերջնականը լինել առանց բախման։ Այսինքն դա հեռացում չի բախումից։ Դու Ադրբեջանին տալիս ես հիմք մտածելու, որ բախումը ավելի մոտ է եւ ավելի արդյունավետ կլինի, քան դրանից առաջ էր։ Չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում էր եվրադիտորդներին եւ ավելի շատ թերևս այս կետն է շարքում կամ քննարկվում եւ ոմանք ասում են, որ դա չի նշանակում, որ եվրոդիտորդները այս համաձայնագրի ընդունումից հետո կվերցնեն ու կհեռանան Հայաստանից, կարող են սահմանից հեռանան 1 կիլոմետր հեռու կամ 2-3, չգիտեմ ինչքան մի քիչ խորքը, բայց շարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում։ Կարելի է պայմանավորվել մեր եվրոպացի գործընկերների հետ։ Եվրոպացի գործընկերների հետ կարելի է պայմանավորվել, բայց մենք կրկնում ենք, մենք փաստորեն ոչ մի դաշտ չենք առել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, երկիմաստ կետերի, որոնք մենք իբր կարող ենք մեր կերպով բացատրություն տալ, հա, մեկնաբանել, իսկ ռուսական եւ ադրբեջանական կողմը ասեն կարող են մեկնաբանել այլ կերպ։ Այդ դասեր չենք քաղել։ Ուրեմն հենց հիմա արդեն ակնարկվում է, որ սա երկիմաստ կետ է, որ Հայաստանի Հանրապետությունը մի կերպ է դա անցալում։ Ադրբեջանը ակնհայտ է, որ ընդհանրապես եվրոպացու հետ եւ հոտ կներեք չի ուզում Հայաստանում տեսնել, ակնհայտ է, հա։ Եվ հիմիկվանց մեզ ասում են, որ կրկնվելու է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պատմությունը, որը դառնալու է շանտաժի, կոնֆլիկտի, բախման, չգիտեմ ամեն ինչի հիմք։ Այս եւ դա մոտեցում է խաղաղությանը, տրամաբանությունը այստեղ որն է, որքան པարզ է տեքստը եւ որքան միանշանակ է, այնքան երկիմաստ եւ երկկողմանի տարբերվող մեկնաբանությունների տեղը քիչ է մնում։ Արդեն մեզ այս գլխից ասում են, որ Ադրբեջանը այս կետը այսպես կհասկանա, բայց մենք կփորձենք պնդել, որ այսպես է։ Չէ, Ադրբեջանը հստակ հասկանում է, որ Եվրոպական միությունը Հայաստանից պետք է գնա ընդհանրապես։ Իրենք Եվրոպական միությունը դիտարկում են եւ ոչ առանց հիմքերի, որպես թշնամական կառույց։ Էլ չեմ խոսում ֆրանսիացիներ եւ այլն, դա իրենց համար բոլորովին անընդունելի ուժեր են, քաղաքական առումով, տնտեսական, առավել եւս ռազմաքաղաքական առումով։ Եվ այդ առումով իհարկե մենք կրկնում ենք նոյեմբերի 9-ի սխալը, որը կարող է շատ ավելի թանկ արժանա, քան նույնիսկ նոյեմբերի 9-ը։ Քաղաքագիտական շրջանակներում այսպիսի համոզմունք կա, որ Ալիևը երբեք չի ստորագրի այդ համաձայնագիրը, պայմանագիրը, ոմանք հակառակվում են, այդ թվում նաև, նույն չասեմ հակառակվում են, հակառակ տեսակետ ունեք։ Դուք ձեր ազատ արար հարթակում այսպես եք ասում, որ մի օր կիմանաք, որ Ալիևը ստորագրել է, դա կլինի 1 շաբաթից կամ 1 ամսից, ինչև է, դա կլինի։ Որտեղից այդ համոզմունքը եւ ինչ կլինի դրանից հետո։ Ալիևը հակված չէ ստորագրել բնականաբար, նա փորձելու է երկարացնել այդ գործընթացը տարբեր տեսակի հավելյալ պահանջներով եւ այլն, որովհետեւ Ադրբեջանը ակնհայտ է, որ գործընթացից ճնշումից ավելի շատ է ստանում, քան արդյունքից։ Փաստորեն ինքը գրեթե ամեն ինչ ուզում էր, ստացել է այս գործընթացում, եւ որքան երկար է գործընթացը, իր պատկերացումով ժամանակ իր օգտին է, բայց քանի որ աշխարհում գնում են գործընթացներ, Թրամփը հայտարարել է, որ խաղաղություն պետք է լինի ամբողջ աշխարհում, չնայած շատ կասկածելի իր քաղաքականությունը եւ իր այդ խոսքերը այդ կաներ իրար չեն բռնում, բայց փաստը մնում է փաստ։ Քանի որ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը կարծես այդ օրվաններ սպասում, որ ասեն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դուք ինքներդ նկատեցիք, թե ինչ ողջավորություն կամ Իրանն է ողջունում եւ Եվրոպական միությունն է ողջունում եւ առանց Ամերիկան է ողջունում, Ռուսաստանն է իհարկե ամենամեղմ ողջունելը Ռուսաստանինն է։ Հարցը դա է, որ կարող են հանգամանքները արտաքին ստիպել, որ հավանական է, որ կստիպեն, մեծ հավանական է, որ այս խաղը անverջ չանալի չի կարելի տանել։ Լավ, ինչ ստացանք այս փուլում, ստորագրենք, հետո մտածենք դրանից հետո ինչ ենք ստանալու։ Եվ ես սա այն բանն է, որ
նույնիսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարները կարող են շատ տհաճ անակնկալի։ Այսինքն դա ամենայնտեպս չի նշանակում, որ եթե պայմանագիրը եղավ, ստորագրվավ, չի լինի պատերազմ։ Գուցե դա կնվազեցնի պատերազմի հավանականությունը։ Ինչ որ փուլում, ինչ որ ժամանակաշրջանում։ Եթե նույնիսկ ինքը որոշ փուլում նվազեցներ, դա վատ արդյունք չէր լինի մեր իրավիճակում, բայց ես նույնիսկ դրան համոզված չեմ։ Այդ թղթի կտորը Ադրբեջանի համար ոչինչ չի նշանակելու, ավելին։ Այսինքն հետո Ադրբեջանը օրինակ կարող է Հայաստանին սկսել մեղադրել, որ պայմանագրի ինչ որ կետեր են։ Ես հենց դա եի ուզում, դա կարող է հանդիսանալ հիմք բախման լեգիտիմիզացիայի, որտեղ հիմա բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի հղումը նոյեմբերի 9-ի հայտարարությանը դա անիմաստ բան է, Ադրբեջանը չունի որևէ իրավական հիմք։ Ինքը դա կարող է օգտագործել որպես իրավական հիմք հարձակվելու համար։ Օրինակ այն կետը, որ ես արդեն ասեցի։ Տևական ժամանակ այսպիսի զգացողություն էր, որ Ադրբեջանի Ալիևի պարագայում ինչ-որ սպասողական իրավիճակի, հա, եւ հիմա կարծես թե ինչ-որ Ամերիկայից ազդանշաններ կան, հա, որ Ալիևը ինչ-որ սկսել է գործել, կոնկրետ գործողություններ գնալ։ Օրինակ բերենք նաեւ վերջին օրերի արդեն 7-ից ավելի, եթե չեմ սխալվում, ապատեգատությունը սահմանային կրակոցների մասին։ Նաև Ալիևը կարծես թե սկսել է ինչ-որ համակրանքի ժեստեր անել ամերիկյան վարչակազմի եւ կոնկրետ Թրամփի հասցեին։ Ինչի մասին է այս ամենը։ Բնական է, որ ես այստեղ հորետես եմ եւ ունեմ մի քիչ հատուկ կարծիք։ Ես կարծում եմ, որ այս պայմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, եթե ժամանակին դա Սովետական միության եւ Գերմանիայի միջեւ էր, հիմա Տրամփի ադմինիստրացիայի եւ Պուտինի միջեւ պակտ արդեն կա։ Նա ոչ թե պատրաստման փուլում է, նա արդեն գոյություն ունի։ Գրավոր է, բանավոր է եւ այլն, մենք դա հետո պատմաբանները կիմանան, ինչպես գաղտնի պրոտոկոլը Մոլոտով-Ռիբենտրոպի, բայց այն արդեն կա։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանին ծայրահեղ դիսկոմֆորտ է եվրոպական այս ամբողջ հակամարտության մեջ պայմանական եվրոպական ուկրաինական ճամբարում լինելը բազում պատճառներով, սկսած ներքին քաղաքականից վերջացած արտաքին քաղաքական պատճառների, եւ իրեն շատ լավ ինքը կարող է պատկերացնել այդ Ամերիկայի, Ռուսաստանի համատեղ հովանու ներքո որպես պրոյեկտ։ Եվ գնում է այսպես հետախուզություն, թե արդյոք այդպես է նախանշված պայմանավորվածությունների մեջ, ինչ դեր է հատկացվում Հայաստանին, ինչ դեր է հատկացվում Ադրբեջանին։ Այն ակնարկները կամ տեքստերը, որ գալիս են ամերիկյան կողմից, որոնք բաց են, կարելի է այսպես հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվելու դաբրոն մենք ընդունված է վերում դասերը տրված չի, Վոլցի վերջի հայտարարությունը ստորագրել պայմանագիրը, բաց թողել ռազմագերիներին։ Հա, ըստ որում ռազմագերիներին բաց թողելը կապ ունի նաև Թրամփի ընտրողների մի զգալի մասը դա ավետարանական քրիստոնյաներն են, շատ մոլերանտ հավատացյալ, եւ այնտեղ դա շրջանառվում է որպես մահմեդական երկրի կողմից քրիստոնյաներին ճնշելու ակտ։ Այսինքն ինքը նաև թուրք է տալիս ներքին իր ընտրողի կարծիքին, դա շատ կարևոր կարծիք է այսօր, առավել քան կարևոր իր համար։ Հարցը այն է, որ Ադրբեջանն պատերազմ սկսելու հնարավորություն չունի Ադրբեջանը, եւ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի։ Այդ Վոլցի հեռախոսազանգի մասին շատ է խոսվում, շատ է քննարկում։ Տեսեք, եթե այսպես պարզ հասարակ մարդու դրամաբանությամբ փորձենք հասկանալ, վերլուծել, Վոլցը ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի կամ դադարեցվի, գերիները պետք է վերադարձվեն։ Եթե հանկարծ ինչ-որ էսկալացիոն քայլերի է դիմում Ադրբեջանը, սա նշանակում է, որ ամերիկյան վարչակազմի ասելիքը, հա, չի ընդունվում, հա, մերժում է կամ, նո ասենք Թրամփի, հա, Թրամփի խոսքը Ալիևը մերժում է։ Դա այս փուլում դա անհնար է, Ադրբեջանը դրան չի գնա, բայց վերջնական նպատակը ես կրկնում եմ չի փոխվում եւ այստեղ մենք պարզ պետք է հասկանանք, որ լավագույն առիթը Հայաստանի հետ բախման մեջ մտնել ավաղ դա Իրանի դեմ ռազմական գործողություններն են, ինչ որ երկրների կողմից, որտեղ Ադրբեջանը միանում է հակաիրանյան կոալիցիային եւ ինչ որ ռազմական գործողությունների տարածաշրջանում ստանում է լեգիտիմ իրավունք։ Ամենաարկածախնդրական, բայց ցավոք ամենաիրական սցենարը դա է։ Եվ Ադրբեջանի տեղավորվելը ավելի մոտ Թրամփի ադմինիստրացիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսրայելի հետ հարաբերությունների ավելի սերտացումը, դա իրենց տեսակետից նախապատրաստում է այդ սցենարի, որ կգա մի X ժամ,
որտեղ Ադրբեջանին կասեն, թե ինչ ուզում ես արա, բայց դու պետք է աջակցես ինչ-ինչ ռազմական գործողությունների։ Տպավորությունը նախնական որևէ 100%-ով ոչ մեկ չի կարող ասել, այնպեսին է, որ Ամերիկան մի քիչ այլ կերպ է տեսնում, Ադրբեջանի մասնակցությունը չպետք է ռազմական հետևանքներ ունենա Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության համար։ Հիմա տեսեք այդ Վոլցի հեռախոսազանգից հետո այդ սահմանային ապատեգատվությունը սահմանային գրակոչների մասին շատացել են, այսօր արդեն երկրորդն է գրանցվել, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ նախապատրաստում Ադրբեջանը լարված վիճակում է շատ, Ադրբեջանը փորձում է իր ստորագրելը, ես խոսեցինք արդեն դրա մասին, որքան հնարավոր է երկարացնել չստորագրելը, մինչ այն պահը, երբ պատին դեմ կհասնի եւ ստիպված կլինի ստորագրել։ Բայց քանի որ այդ ստորագրելը համաձայնեցված չի լինելու հայկական կողմի հետ, ես ասում եմ, որ դա նաև տհաճ անակնկալ է լինելու Հայաստանի կառավարության համար։ Շնորհակալություն եւ վերջին հարցս, տեսեք, Թրամփը ակնհայտ է, որ խնդիր ունի, կոնֆլիկտ ունի Եվրոպայի հետ, ձեր բնորոշումով նույնիսկ ատում է, հա, Եվրոպան։ Եվրոպական միությունը։ Եվրոպական միությունը, Եվրոպան։ Սա չի նվազեցնում մեր, չի թուլացնում մեր նկրտումները դեպի Եվրոպա։ Ես նույնիսկ ես հասկանում եմ, որ ամբողջ Ամերիկան չէ, որ Թրամփի կողմնակիցն է, բոլորը այդպես չէ։ չէ։ Որ Հայաստանի ձգտումը դեպի Եվրոպա շատ ավելի երկրորդական է, քան Եվրոպայի ձգտումը դեպի Հարավային Կովկաս։ Հիմա շատ ավելի լեգիտիմ հիմնավոր հարց է, արդյոք Եվրոպան իր նկրտումները մտնել Հարավային Կովկաս, մասնավորապես Վրաստան եւ Հայաստան չի թուլացնի, քանի որ դրան դեմ են Միացյալ Նահանգները։ Ակնհայտ երևում է, որ ընդհակառակը ինտենսիվացել է։ Թե ինչպես Հայաստանը դրան ռեակցիա կտա, դա արդեն ներքին քաղաքականության հարցեր են, դա մենք կարող ենք առանձին քննարկել, բայց շուտով մենք Շտայնմայերի, չէ, Գերմանիայի Հանրապետության, Դաշնային Հանրապետության նախագահի ենք սպասում, եղան բարձր պաշտոնյաներ, Ադրբեջանը այցելելու։ Այո, այնտեղ ինքը ուրեմն հանդիպելու է Ալիևին եւ ՀԿ-ների ներկայացնին, այսինքն քաղաքացիական հասարակության։ Հայաստանում ծրագիրը շատ ավելի երկարատև է եւ խոր է։ Դա հարցը բարեկամ ճշնամի հարցը չի։ Ադրբեջանը պոտենցիալ անդամ չէ Եվրոպական միության։ Հայաստանը եւ Վրաստանը պոտենցիալ անդամ են։ Ինչ փուլում էլ ուզում եմ մենք լինենք, ինչպիսի կառավարություն լինի Հայաստանում եւ Վրաստանում պոտենցիալ տեսակետից, Եվրոպայի տեսակետից, դա Եվրոպա է։ Ադրբեջանը ոչ։ Իրենք շատ ուրախ կլինեին, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները լինեին շատ ավելի լավը, քան այսօրեն, դա իրենք համարում են շահեկան, բայց ես նույնիսկ հերավոր միտք որևէ գործի մոտ եվրոպական երբեք չեմ հանդիպել, որևէ վերլուծական փաստաթղթում, որևէ պաշտոնական փաստաթղթում, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես Եվրոպայի մաս։ Շնորհակալություն, այսքանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։